Պարոն վարչապետ, կրկին անցնենք Ռոբերտ Քոչարյանի թեմային, գործընկերներս այդ հարցը ուղղեցին, սակայն ինչպես պնդում են փաստաբանները Քոչարյանամերձ եւ առհասարակ ընդդիմադիրները, սա քաղաքական հաշվեհարդար է։ Այս մասին դուք ինչ կասեք, նաեւ առաջիկայում նման աղմկահարույց ձերբակալությունների էլի սպասենք, թե ոչ։ Գիտեք, դա քաղաքական նախորդ այն որ 8 տարի այս փաստերը չեն հասցեագրվել, դա քաղաքական հաշվեհարդար է կառավարության նկատմամբ, կառավարող մեծամասնության նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ անձամբ իմ նկատմամբ։ Դա քաղաքական հաշվեհարդար է, մաֆիայի քաղաքական հաշվեհարդարն է մեր նկատմամբ հեղափոխության համար։ Այն որ այդ գործերը 8 տարի տենց սենց մեզ անընդհատ մոլորեցնելով ձգել են եւ ասել եմ այդտեղ ոչ միայն փողն է աշխատել, փող աշխատելա մեկ ամեն անգամ ասել են, ահա, էսա բան կլինի, էսա բանը Կտրիչ Ներսյանը հեղափոխություն կանի, էսա էլով կար հեղափոխություն անողների տենց մեծ շարք կար էլի, հա էսա ուժեղ բանը, այն ինչ էր, Հայաստան դաշինքն է ուսապարկերը արդեն հակել են, էսա բան չմնացա, սպասեք, մտնում են Երևան։ Եվ այլն, անընդհատ այս մթնոլորտով, փողով, մաֆիոզ կապերով այս արդարության եւ արդարադատության հաստատումը հետաձգել են։ Դա հաշվեհարդար է իմ նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, դա հաշվեհարդար է հեղափոխության նկատմամբ, դա հաշվեհարդար է պետության նկատմամբ, դա հաշվեհարդար է բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցել են հեղափոխությանը եւ արել են հեղափոխություն։ 45 վայրկյան ունենք, մի հատ էլ հարց կարան տան։ Եվ վերջին հարցի համար Պարոն Փաշինյան, նախ Տիգրանաշենի հետ կապված մի քիչ հետ գնանք։ Սահմանագծում իրականացվում է անկախության Ալմաթայի հռչակագրով, որտեղ նշված է, որ տարածքները ճանաչվում են ԽՍՀՄ-ի քարտեզներով։ Բայց չի նշված, թե որ քարտեզն է հիմք ընդունվում։ Դուք բանակցություններով եկել եք նրան, որ 1975 թվականի ԽՍՀՄ-ի գլխավոր շտաբի ռազմատեղագրման քարտեզներով եք առաջնորդվելու, բայց այդ քարտեզներում չկա երկկողմ ստորագրություն մեր եւ Ադրբեջանի միջեւ, արձանագրություն չկա, դա էլ իր հերթին հղում է անում 1969 թվի քարտեզների վրա, փոխարենը կար ավելի թարմ քարտեզ 1988-ի քարտեզը, որտեղ կա արձանագրություն, երկկողմ ստորագրություն, մեր կողմից Վլադիմիր Մովսիսյանն էր ստորագրել, իրենց կողմից Մամեդովը, արձանագրության մեջ նշված է, որ սա ունի իրավաբանական, իրավական ուժ, սա պիտի այլևս հիմք ընդունենք եւ այլն, եւ այդ քարտեզով, այդ վերջին քարտեզով Տիգրանաշենը մեծ մասամբ Հայաստանի Հանրապետության տարածքում էր գտնվում։ Դուք գիտեմ, պիտի ասեք, այդ քարտեզը Գերագույն խորհրդի կողմից չի վավերացվել, չեն հասցրել, Արցախյան շարժումը սկսեց, բայց կա երկու կողմի ստորագրությունը գոնե հիմքում ու բացի այդ հիշենք, որ Ադրբեջանը չի ընդունել, որ ինքը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է։ Ինչի դուք մի հատ նախ եւ առաջ Ալիևին չեք կզցնում, որ ինքը իրանց անկախության հռչակագրից նախ հրաժարվի, որտեղ ԽՍՀՄ-ի իրավահաջորդ իրենց չեն համարում, որ մի հատ էլ հիմք ընդունեն ԽՍՀՄ-ի այդ ասած քարտեզները։ Ինչ եք ընդհանրապես Տիգրանաշենի հարցում զադնի դնում։ Դուք ասացիք ներվն եմ հանում, բայց պարոն Փաշինյան, Ալիևը մեր սաղատամները քաշում է, դուք հենց ներվ եք հանում։ Ասենք քյավտարված պիտի նստենք իր դեմը բանակցենք։ Ինչ եք շտապում Տիգրանաշենի հարցում, ասեք մեր տարածքում չի գտնվում։ Շնորհակալություն։ Արձանագրենք, որ ժամանակը սպառվեց, ու դեր հարց այնքան բարդ է, ես չեմ կարող պատասխանեմ, ստեսություն ես գնացի, կատակ եմ անում։ Մենք այդ քարտեզներին չենք հասել բանակցություններով։ Դա բանակցությունների թեմա չի եղել։ Երբ որ արձանագրվել է, որ մենք դեռևս Պրահայում արձանագրվել է, որ Ալմաթայի հռչակագրի հիման վրա մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրն է եղել պարզել, թե խորհրդային միության փլուզման պահին իրավական ուժ ունեցող քարտեզը որն է, որոնք են քարտեզները,
որոնք խորհրդային միության փլուզման պահին ունեն իրավական ուժ։ Ոչ թե ավելի լավն են, ոչ թե ավելի վատն են, այլ խորհրդային միության փլուզման պահին ուժի մեջ գտնվող քարտեզները եւ եկել հասել ենք այս քարտեզներին։ Երկրորդը, այսինքն ձեր ասածը արդեն գալիս լրացնում է, որովհետեւ դուք ասում եք կասեք, որ չի Գերագույն խորհրդում եւ այլն, դա էդ է, այլ կերպ վերաձևակերպած։ Իրավական։ Տեսեք, դուք ես ուղղակի ձեր խոսքին եմ հղում անում։ Ասում եք մեծ մասամբ Հայաստանի տարածքում ա եղել։ Մեծ ինչ նշանակում մեծ մասամբ։ Այսինքն, հա? Բայց հիմա դուք ինչ գիտեք, ես ասելով քյարքի ես ինչ տարածք նկատի ունեմ, մեծ մասամբ նկատի ունեմ, թե փոքր մասամբ նկատի ունեմ։ Չէ, նկատի ունեմ դա այդ հարցերը սահմանազատման հետագա հարց է, ել չեմ ասում, ես նախորդ հարցերից մեկին ի պատասխան ասացի, դեռ բարձ չի, ոնց կլուծենք այդ հարցերը։ Կլուծենք ինչ ընդհանրապես մենք ուզում ենք փոխադարձաբար Ադրբեջանն էլ մենք էլ ուզում ենք անկլավ էքսկլավ ունենանք, թե չենք ուզում։ Դա մեր կյանքը հեշտացնում է, թե բարդացնում է։ Էս էլ է մտածելու հարց։ Եթե երկկողմ գանք են եզրակացության, որ մեր կյանքը բարդացնում է, ուրեմն պետք է լուծումներ գտնենք։ Եթե գտնում ենք, որ մեր կյանքը հեշտացնում է, ուրեմն ուրիշ լուծումներ պետք է գտնենք։ Ադրբեջանը ասում եք չի ընդունել, որ իրավահաջորդ է։ Էլի ուզում եմ ասել, մենք արդեն Ադրբեջանի հետ ունենք վավերացված պարտադիր իրավական ունեցող ուժ փաստաթուղթ, որտեղ ընդգծվում, այսինքն երկու երկրներում վավերացված, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման համար բազային սկզբունք է, եւ մենք ընդունել ենք անկախության հռչակագիր, որտեղ ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղությունը, եւ մենք ունենք նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, որ մենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ ճանաչելով նախկին խորհրդային միության հանրապետության սահմանները այս հենքի վրա ճանաչում ենք մեր միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ քաղաքական անկախությունը։ Ինչ վերաբերում է ատամներին, այդ ինչ որ հանվել է, այդ իրականում պրոթեզ է եղել։ Եվ ես այդ եմ 2020 իրական Հայաստանի գաղափարախոսության այդ եմ փորձում բացատրել։ Այդ որ ասում եք այդ ատամները, այդ որ չեմ ուզում ոչ մեկի նեղացնեմ, բայց ինչ որ կազմակերպություններ եւ գործընկերություններ, որ մեր իբր անվտանգությունը երաշխավորում էին եւ մեծ տարածաշրջանում իբր ուժեղի դիրքերում էին դնում, դա ատամ չէր, դա պրոթեզ էր։ Եվ այդ պրոթեզը ես եմ հանել, բայց այդ պրոթեզի տակ կան փչացած ատամներ, որոնց ներվերը հանած չի եւ որոնք ցավում են։ Եվ այդ ատամների բուժմամբ եմ ես այդ թվում այսօր ատամնաբուժ Նարևելյանն արինք լրիվ։ Շնորհակալ եմ։